Պաշտպանության նախարարության Զինուշ ստուդիան ներկայացնում է Զինուշ հեռուստածրագիրը բարև ձեզ։ Այսօր մեր ծրագրում կարող եք դիտել։ Շահագործման են հանձնվել ռազմական նշանակության նոր շենք շինություններ։ Նախագահ Սերժ Սարգսյանը ծանոթացել է դրանց պայմաններին։ Քննարկում պաշտպանության բանակի շտաբում բանակը նոր տեխնոլոգիաներով եւ սպառազինությամբ համալրելու ծրագրերը հայկական երկու հանրապետությունների ղեկավարների ուշադրության կենտրոնում են։ Երկխոսություն միտված երկրի անվտանգության ապահովմանը պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ընդունել է կամավորական ջոկատների հրամանատարներին։ Անվերապահ աջակցություն հայ ժողովրդին ու հայոց բանակին հայկական բարեգործական ընդհանուր միությունը կյանքի է կոչել հերթական նախաձեռնությունը։ Դիպուկահար, ով է նա իրականում թեմային անդրադարձել է իմ գործընկեր Նաիրա Համբարձումյանը։ Այժմ այս եւ մյուս թեմաների մասին առավել մանրամասն, այսպես բանակաշինությանը վերաբերող հարցերի քննարկում, ռազմական նշանակության նոր շենքշինությունների հանդիսավոր բացում եւ ծառայության ընթացքում աչքի ընկած զինծառայողների խրախուսում։ Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում այս շաբաթ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, իսկ մինչև այդ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն աշխատանքային այցով եղել է առաջին բանակային զորամիավորման զորամասերից մեկում։ Պարոն նախագահ, զորամասեր ձեր այցի կապակցությամբ շարված է բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Փարվանյան։ Ազատ! Երբ եւ ինչպես կազմավորվեց զորամասը, ստորաբաժանման անցած ուղին ու ձեռքբերումները զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանին է ներկայացնում հրամանատարական կազմը։ Թովանյավ սուրբ եւ պատմական խաչի վտքովի խաղաղության։ Հայ ոգին հզոր է, հայ զինվորը անպարտ ու միշտ պատրաստ պաշտպանելու երկրի սահմանները, առաստված ուղված միասնական աղոթքը հանուն հայրենիքի եւ հայրենիաց պաշտպան զինվորների անփորձանք ծառայության, նրանց բարի վերադարձի եւ խաղաղ լուսաբացների համար է։ Հրամանատարության զեկույցին ու տերունական աղոթքին հաջորդում է Սերժ Սարգսյանի ջերմ ու անմիջական զրույցը զինվորների հետ։ Նախագահը մեկ առ մեկ ողջունում է երկրի պաշտպաններին, հետաքրքրվում նրանց ծառայությամբ։ Ինչպիսին է զորամասի մարտական պատրաստականության աստիճանը եւ որքանով է ամուր ու լիարժեք նորակառույց զինավանը։ Հանրապետության նախագահը մանրակրկիտ ծանոթացավ ռազմական նշանակության նոր շինության հնարավորություններին, զինվորների համար ստեղծված զորանոցային, սոցիալ-կենցաղային ու ծառայողական պայմաններին։ Այստեղ էլ նախագահ Սարգսյանը խրախուսեց ծառայության մեջ աչքի ընկած զինծառայողներին։ Զորամաս կատարած այցի վերջնակետը զինվորական ճաշարանում է։ Ինչպես են սնվում հայրենիքի պաշտպանները եւ ինչպիսին է նրանց ճաշացանկը, հանրապետության նախագահը անձամբ է դիտարկում ճաշարանի սանիտարահիգիենիկ պայմանները եւ վերջում նախագահն ու զինվորները ճաշում են միասին։ Նույն օրը դեկտեմբերի 8-ին Հայաստանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը աշխատանքային այցով ժամանեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։ Ստեփանակերտի օդանավակայանում Սերժ Սարգսյանին դիմավորեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, պաշտպանության բանակի հրամանատար գեներալ լեյտենանտ Լևոն Մնացականյանը, այլ բարձրաստիճան սպաներ։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական շրջանում տեղակայված զորամասերից մեկում նոր զորանոցի բացման արարողությունը տեղի ունեցավ հայկական երկու հանրապետությունների ղեկավարների մասնակցությամբ։ Նախագահները մանրամասն ուսումնասիրեցին իրականացված աշխատանքները, զորանոցային պայմանները։ Նախագահ Սերժ Սարգսյանը նաև խրախուսեց բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած զինծառայողներին։ Սերժ Սարգսյանի հաջորդ կանգառը պաշտպանության բանակի շտաբում էր Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջև ռազմական համագործակցության շրջանակում այստեղ անցկացվեց խորհրդակցություն։ Քննարկվեցին բանակաշինությանը վերաբերող հարցերը, պաշտպանության բանակի հրամանատարը երկու երկրների ղեկավարներին ներկայացրեց վերջին ամիսներին առաջնագծում կատարված աշխատանքները եւ առաջիկա անելիքները։ Անդրադարձ կատարվեց նաև բանակը սպառազինությամբ եւ նոր տեխնոլոգիաներով համալրելու խնդիրներին։ Հաջորդ օրը նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարների բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելեցին Արցախի հարավային եւ հարավ-արևելյան մի շարք զորամասեր։ Պաշտպանական դիրքերից մեկում նախագահները ունկնդրեցին հրամանատարի զեկույցը, հետևեցին մարտական ծառայության իրականացմանը, ծանոթացան պաշտպանական համակարգի ամրապնդման ուղղությամբ կատարված աշխատանքներին։ Զորամասի հրամանատար փոխգնդապետ Արամ Հայերյանն է, հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ խիզախության, անձնուրաց քաջության եւ անմնացորդ նվիրումի համար նախագահ Սերժ Սարգսյանը նրան է հանձնում մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանը։
բարեխիղճ ու գերազանց ծառայության համար զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը պարգևատրում է նաև զորամասի լավագույն սպաներին, պայմանագրայիններին ու ժամկետայիններին։ Բանակային նոր շինությունների երկու զորանոցների հանդիսավոր բացումն է խորհրդանշում հերթական կարմիր ժապավենը։ Սերժ Սարգսյանը շրջում է նորակառույց շինության տարածքում, դիտարկում զինծառայողների համար ստեղծված կենցաղային եւ ուսումնական պայմանները։ Այստեղ էլ գերագույն գլխավոր հրամանատարը խրախուսում է լավագույններին։ Սպաների համար կառուցվող բազմաբնակարան շենքերի շարքը համալրվեց եւս մեկով։ Բնակարանամուտ են տոնում պաշտպանության բանակի սպաները։ Զինծառայողները վստահեցնում են, հետայսուևս նույնպիսի մեծ եռանդով ու ջանասիրաբար են կատարելու իրենց առջև դրված խնդիրները։ Բնակվելով այստեղ մենք ոչ միայն մեր պարտն ենք կատարում հայրենիքի առջև, այլ նաև ապրեցնում եւ ծաղկեցնում ենք շատ թանկ գնով ձեռք բերված հայրենիքի մի մասնիկը։ Բնակարանամուտի առթիվ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորեց զինծառայողներին, շրջեց եւ ծանոթացավ սպաների բնակարանային պայմաններին։ Հովհաննես Պարաշյան, Զինուշ։ Ազգ բանակ հայեցակարգից բխող դրույթներ, կամավորականներին առնչվող օրենսդրական կարգավորումներ ու չափորոշիչներ, կամավորականներ ազգային բանակ համագործակցության խորացմանը միտված քայլեր։ Ահա այս եւ մի շարք այլ հարցեր են դեկտեմբերի 6-ին քննարկվել Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի եւ կամավորական ջոկատների հրամանատարների հանդիպման ընթացքում։ Ազգ բանակ գաղափարախոսության փաստացի դրսևորումներից է հենց աշխարհազորայինների կողմից հայրենիքը անձնազոհաբար պաշտպանելու պատրաստակամությունը։ Այս համատեքստում աներկբա է Արցախյան պատերազմի վետերանների եւ ազգային բանակի փոխգործակցության ամրապնդման անհրաժեշտությունը։ Եվ ահա Պաշտպանության նախարարության վարչական համալիրում ողջունելով կամավորական ջոկատների հրամանատարներին, Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը արկա խնդիրները միասնաբար քննարկելու, փոխգործակցությունը միանգամայն նոր, առավել բարձր հիմքերի վրա դնելու պատրաստակամություն հայտնեց։ Ձեր հարցերը, ձեր առաջարկությունները ինձ շատ անհրաժեշտ են, պետք են։ Ես էլ փորձելու եմ ամեն ինչով կանգնել ձեր կողքին, որովհետև անկախ նրանից, ինչ ուժեղ բանակ մենք ունենանք, ինչքան հզոր լինի մեր պայստազորային մեխանիզմը, մենք կամավորական շարժման կարիք ունենալու ենք, ոչ միայն որպես ռեսուրս, այլ որպես ոգի։ Մենք պետք է մշտապես պատրաստ լինենք հնարավոր ագրեսիային անհամաչափ մարդկային ռեսուրսներով հակազդելուն։ Այդ պատճառով էլ պարտավոր ենք ունենալ մեծաթիվ զինված ուժեր։ Միաժամանակ անհրաժեշտ է անել առավելագույնը, որպեսզի մարդկային այդ ռեսուրսը ծառայի նաև երկրի տարբեր ճյուղերի զարգացմանը։ Մեզանից ավել ռազմականացված են երկու երկիր, առշունչ զորքերի քանակով։ Առաջի տեղում Իսրայելի պետությունն է, երկրորդ տեղում Սինգապուրն է։ Ինչպես տեսնում եք, երկուսն էլ բավականին կայացած մոդելներ են տնտեսական աճի եւ տնտեսական առաջընթացի։ Այսինքն նրանք ապացուցել են, որ հնարավոր է խոշոր զինված ուժերը դարձնել ոչ թե խնդիր, բեռ, այլ պետության զարգացման մեխանիզմ եւ գործիք։ Այս նպատակին հասնելու համար հարկ է, որ բանակի բովով անցնող երիտասարդները զինծառայության ավարտին ունենան կրթական բավարար մակարդակ եւ պարզապես օգտակար լինեն հայրենիքին։ Այս համատեքստում Վիգեն Սարգսյանը առանձնահատուկ ընդգծեց երկամյա ժամկետային զինծառայության ընթացքում երիտասարդներին լրացուցիչ ուսանելու, գաղափարապես կոփելու եւ անգամ քաղաքացիական առանձին մասնագիտություններ ուսուցանելու անհրաժեշտությունը։ Մենք ունենք 2 տարի հնարավորություն Իրան նաեւ կրթելու։ Այդ մասով մենք կիսատ ենք դեռանում մեր աշխատանքը։ Ինչ վերաբերում է կամավորական շարժմանն առնչվող իրավական դաշտին, ապա նախարարը ցավով փաստեց, որ այս ասպարեզում մինչ օրս բացակայում են հստակ կարգավորումներն ու չափորոշիչները։ Մասնավորապես անհրաժեշտ է հստակ տարանջատել պայստազորը եւ աշխարհազորը, օրենքի տառին համապատասխան մատնանշել դրանց առաջադրվող խնդիրներն ու պահանջները։ Տեսեք ինչա կատարվում։ Մենք ունենում ենք ապրիլյան իրադարձություններ նման դեպքեր։ Եվ այն պայն, երբ որ զինկոմիսարիատները պետք է լուծեն իրենց զորահավաքային խնդիրը, դրան զուգահեռ գնում է շատ ակտիվ ալիք կամավորականության, որը մեզ շատ անհրաժեշտ է, օդի ու ջրի պես անհրաժեշտ է։ Բայց որտեղ է ավարտվում զորահավաքային պարտականությունը եւ սկսվում կամավորականությունը։ Իդեպ հանդիպումը հարթակ ծառայեց նաև ոլորտում կուտակված հարցերը քննարկելու համար։ Օգտվելով ընձեռված հնարավորությունից, կամավորական ջոկատների հրամանատարները բարձրաձայնեցին արկա խնդիրների եւ դրանց իրավական կարգավորման անհրաժեշտության մասին։ Այսօրվա նախաձեռնությունը կարծում եմ պետք է մեզ համախմբի, որպեսզի այդ մարտահրավերին պատրաստ լինենք։ Ես ողջունում եմ նախաձեռնությունը, որովհետև բանակ ժողովուրդ կապը միայն այս ձևով կարելի է ապահովել, ամեն մի մանր հարցի վրա ուշադրություն է դարձվում։
Ցանկացած հարց լուծելի է, երբ առկա են երկկողմ պատրաստակամությունն ու կամքի դրսևորումը։ Այս պարագայում հանդիպումը լավ առիթ էր կամավորականներին առնչվող հարցերը իրավական դաշտ փոխադրելու, դրանց համար համապատասխան կարգավորումներ գտնելու առումով։ Ինչ վերաբերում է հաջորդ հանդիպմանը, ապա այն, ինչպես հավաստեց Վիգեն Սարգսյանը, երկար սպասեցնել չի տա։ Ներսես Իվանյան, Արտուր Ղարիբյան, Զինուշ։ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը դեկտեմբերի 6-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Եժի Մարենովակովսկին։ Հանդիպման առանցքում եղել են երկկողմ ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության հարցերը։ Նույն օրը Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ներկա մակարդակն ու զարգացման հեռանկարներն են քննարկվել նախարար Վիգեն Սարգսյանի եւ Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկու հանդիպման ժամանակ։ Կողմերը կարծիքներ են փոխանակել Եվրամիության համընդհանուր անվտանգության ու պաշտպանական քաղաքականության շրջանակում համագործակցության հնարավորությունների շուրջ։ Հայկական զինված ուժերում հրամանատրում առաջադրանքի միջոցով ղեկավարման սկզբունքի ներդրման, անձնակազմի կառավարման ու ռազմական կրթության ոլորտներում բարեփոխումների եւ պաշտպանական պլանավորման կարողությունների զարգացման հարցերն էլ արծարծվել են դեկտեմբերի 7-ին։ Այդ օրը Վիգեն Սարգսյանն ընդունել է պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի արդյունքների իրագործման օժանդակող Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Մեծ Բրիտանիայի փորձագետների համատեղ թիմին։ Հայաստան կատարած այցի շրջանակում խորհրդատվական թիմը նաեւ պարապմունքներ է անցկացրել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի ունկնդիրների համար, զինվորական առաջնորդություն եւ պաշտպանական ռեսուրսների կառավարում թեմաներով։ Սա իմ 6-րդ այցելությունն է Հայաստան։ Այցերի ընթացքում մեր թիմը աջակցություն է ցուցաբերում պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի իրականացմանը։ Դասախոսությունները տարբեր են, քննարկումները ակտիվ ու կառուցողական։ Ունկնդիր սպաները նպատակասլաց են, խելացի եւ մեծ ձգտում ունեն առավել բարելավելու իրենց կրթական մակարդակը։ Երևանի համար 87 դպրոցի դասասենյակներից մեկն այսուհետև կկրի 1997 թվականին զոհված զինծառայող Գոր Օհանջանյանի անունը։ Դասասենյակում ամփոփված են 18-ամյա զինվորի լուսանկարներն ու անձնական իրերը։ Հուշ ցերեկույթի ընթացքում նաև ծաղիկներ են խոնարհվել զոհված զինծառայողների հիշատակը հավերժացնող խաչքարին։ Հովհաննես Պարաշյան, Զինուշ։ Հայկական բարեգործական ընդհանուր միությունն ապրիլյան պատերազմից հետո դրամական աջակցություն ցուցաբերեց զոհված ու վիրավոր զինծառայողների ընտանիքներին, ռազմական գործողությունների հետևանքով տուժած խաղաղ բնակչությանը, ինչպես նաև հանձն առավ բանակին տրամադրել անհրաժեշտ բժշկական գույք եւ սարքավորումներ։ Միության հանձնառությունն արդեն իրականություն է։ Եվս մեկ քայլ առաջ բանակի բուժծառայության ոլորտում հայկական բարեգործական ընդհանուր միության հովանավորությամբ ռազմաբժշկական ծառայությունը համալրվեց ուղղաթիռային ռեանիմացիոն անվասայլակներով եւ շարժական թվային ռենտգեն սարքերով։ Նվիրատվությունը ոչ առաջինն է, ոչ էլ վերջինը։ Միության նախագահ Պերճ Սեթրակյանը վստահ է, բարեգործական նախաձեռնությունները որպես յուրօրինակ կամուրջ մայր հայրենիքի եւ Սփյուռքի միջև շարունակական են լինելու։ Սփյուռքի մեջ ցանկը վայելելը եւ ասելը որ ես Հայաստանը գսերեմ դրուն է։ Բայց եւ որ սահմանի վրա առաջին գարկի երդասարդ բգդստաս գզողվի այն անդենը որ գսկաս ինչ է արժեքը ցանկին եւ ինչ է արժեքը անգամավոր հերոսին անակոր մենք մեր բարոյական բարդավորությունները մին է որ ընդհանրապես Սփյուռքի բոլոր քաղաքները իմանան եւ ականադեսը լան որ ինչ կգանցի եւ կդառնա ինչ զոհություն գուզե երգիր բահելը Բարերարների հաջորդ կանգառը կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքում է։ Ռազմաբժշկական վարչության պետի տեղակալն ու հոսպիտալի պետը ներկայացնում են նվիրաբերված ժամանակակից վերակենդանացման սարքավորումներով հագեցած ռեանիմացիոն անվասայլակի եւ շարժական ռենտգեն սարքերի տեխնիկական բնութագրերն ու հնարավորությունները, համոզմունք հայտնելով, որ նոր համալրումը թույլ կտա ավելի արագ եւ արդյունավետ բուժօգնություն ցուցաբերել հիվանդներին ու վիրավորներին։ Այս երիտասարդները, որոնք իրենց գիտակցությամբ իրենց կյանքերը գզոհեն եւ գերտան առաջին քիզերուն վրա պետք է մեր սփյուռքահայերը շատ լավ գիտակցին որ մեր երիտասարդները ինչ մեծ զոհություն կնեն եւ ամեն սփյուռքահայ պետք է ինչ որ ցևով գրնա օգնել օգտակար դառնալ պետք է միշտ պատրաստական լինել
Բերտ Սեթրակյանը եւ Վազգեն Յակոբյանը զրուցեցին նաեւ վերակենդանացման բաժանմունքում ապաքինվող զինծառայողների ու նրանց բուժող բժիշկների հետ, հետաքրքրվեցին տղաների բուժման ընթացքով։ Բարերարների զինծառայողներին ուղղած մաղթանքն ու ցանկությունը մեկն էր, որպեսզի նրանք շուտ ապաքինվեն, արագ ոտքի կանգնեն եւ վերադառնան իրենց ընտանիքներ։ Հովանես Պարաշյան, Վոլոդիա Տեր-Աստվածատրյան, Զինուշ։ Մասնագիտություն ընտրելիս շատերը նայում են դեպի ապագա։ Կան մասնագիտություններ, որոնք միշտ լինելու են շատ կարևոր, քանի դեռ մարդկությունը գոյություն ունի։ Իմ մասնագիտությունը հայրենիք պաշտպանելն է։ Իմ մասնագիտությունը խաղաղ ապագան է։ Իմ մասնագիտությունը երկրի ապահովությունն է։ Ռազմական գիտությունը առաջնորդների ընտրությունն է։ Ընդունվել ցանկացողները պետք է դիմեն տարածքային զինվորական կոմիսարիատ։ Ով է դիպուկահարը, ինչն է ստիպում, այն էլ իգական սեռի ներկայացուցչին ընտրել նմանօրինակ վտանգավոր մասնագիտություն։ Իդեպ, ինչ զգացողություններ են նրան համակում յուրաքանչյուր գործողությունից առաջ եւ հետո, պատմում է իմ գործընկեր Նաիրա Համբարձումյանը։ Դիպուկահար մասնագիտության անունն արդեն իսկ սարսափ է հարուցում։ Դիպուկահարը պարզապես հրաձիգ չէ։ Նա ունակ է հայտնվելու ամենաանսպասելի պահին, ամենաանհավանական վայրում եւ աննկատ հեռանալ արձակված միակ ու անխնա դիպուկ կրակոցից հետո։ Դիպուկահարին չնկատելը մահացու վտանգավոր է։ Դիրքերի հեռավորությունն ու զրահաբաճկոնը արգելք ու խոչընդոտ չեն նրա համար։ Գայթակղիչ է ինչ խոսք, սակայն ինչն է ստիպում այն էլ կնոջը ընտրել դիպուկահարի մասնագիտություն։ Սենքի նկատմամբ սեր ու դրանից առաջ հրաձգությամբ զբաղվել, հետո ինձ ավելի հետաքրքրել է արդեն մարտական զենքը։ Դիպուկահարի մասնագիտությունում ամենագայթակղիչը թերևս այն է, որ նա ընդունակ է միայնակ որոշել մարտի ելքը։ Դաշտային պայմաններում նա կարող է մատի մեկ շարժումով որոշել քաղաքական հարթակներում երկարատև պայքարի վերջնական հաղթողին ու պարտվողին։ Ապրիլյան քառորյա պատերազմի օրերին անգնահատելի սխրանք կատարեցին նաև մեր բանակի դիպուկահարները, ապահովելով զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումների աշխատանքը։ Գաղտնիության ռեժիմն ու զինվորական լրագրության էթիկայի կանոնները թույլ չեն տալիս բացահայտել նրանց անձը։ Ուստի նրանց անունները հասարակությանն անհայտ են մնում, սակայն սխրանքը, որ նրանք են կատարում, պետական մակարդակով արժանանում է գնահատանքի։ Մեր հերոսուհին խոստովանում է, փառքի համար չի ծառայում հայրենիքին, բայց եւ մեծագույն հպարտություն է համարում կառավարական պարգևի արժանանալը։ Նախագահի կողմից պարգևատրումը բավականին մեծ արժեք ունի, բայց ես կասեմ, որ ինձ համար ամենամեծ արժեքը այն էր, որ խումբը գնաց ու ապահով ետ եկավ իրականում։ Այսինքն, եթե իմ առաջ դրված էր խնդիր ու ես այդ խնդիրը հաջողեցի, ու այդ խնդրից չտուժեցին մարդիկ, ես դա կհամարեմ իմ ամենամեծ ձեռքբերումը։ Գերգաղտնի գործունեություն, իսկ ում է վստահում դիպուկահարը, ով է նրա լավագույն ընկերը։ Իմ լավագույն մարտական ընկերը իմ զենքն է, Թրագունովի դիպուկահար հրացանը ԴԴՀ-ն, որը իմ կյանքն է փրկել, կփրկի ու ոչ միայն իմ կյանքը։ Դիպուկահարի ամենակարևոր հատկանիշն անսահման համբերությունն է, քողարկվելու արվեստը եւ իրավիճակի փոփոխությունը կանխատեսելու կարողությունը։ Սակայն ինչ զգացողություն ունի դիպուկահարը խնդիրը կատարելուց առաջ։ Ինչ հետք է թողնում առաջին մարտական առաջադրանքի կատարումը։ Զգացողությունները երևի չկարողանամ, իրականում չկարողանամ բնութագրեմ, որովհետեւ չխոսամ պատասխանատվության մասին, որ շատ մեծ պատասխանատվությամբ յուրաքանչյուր գործողություն պետք է կատարվի։ Առաջինը ամենապարտավորեցնողն ու ամենապատասխանատուն է, որովհետև երևի առաջինից հետո արդեն մտածում ես երկրորդ, երրորդ, յուրաքանչյուր գործողությունից առաջ
Բացի ֆիզիկական պատրաստությունը, շատ մեծ տեղադրում նաև հոգեբանականին, որը իրոք շատ կարևոր է։ Յուրաքանչյուր մարտական գործողության մեջ մարդ ուղղակի իրան փորձելու հնարավորություն է, այսինքն ինքը գնում է այդ քայլին, թե չէ, կգնա կամ այդ քայլին, թե չէ։ Դրա համար հոգեբանական պատրաստությունը մի քիչ ֆիզիկականից ավելի կարևոր է։ Այնպես ինչպես սակրավորը դիպուկահարն էլ սխալվում է միայն մեկ անգամ։ Նա սխալվելու իրավունք չունի։ Սխալն էլ կոչվում է վրիպում։ Դիպուկահարի աննշան թեկուզ եւ սխալը իր խմբի, իր մարտական ընկերների, զինակից ընկերների կյանքը կարող է արժանել։ Ինչ է անհրաժեշտ դիպուկահար լինելու համար։ Արծվի տեսողություն եւ կատվի լսողություն, այո, անշուշտ։ Սակայն բացի սուր տեսողությունից եւ ճշգրիտ լսողությունից, ապագա դիպուկահարը պետք է զարգացնի եւս մեկ հատկանիշ՝ դիտողականություն կամ այլ կերպ ասած, գերզգայունություն։ Դա ունակություն է, որ ինչ որտեղ համապատասխանում է կենթանական բնազդին, կանխագուշակել թիրախի շարժը, նրա պահվածքը, դիրքը եւ մարտավարական պլանները։ Այս ամենից զատ դիպուկահարից պահանջվում են անսահման համբերություն, էմոցիոնալ հավասարակշռություն եւ անսպառ հանդուրժողականություն։ Նա պետք է կարողանա ազատվել այն ամենից, ինչը կարող է խանգարել խնդրի կատարմանը։ Իսկ երբևէ չի առաջանում այնպիսի մտատանջություն, որ թիրախում կենթանի մարդ է։ Եթե ես խնդիր եմ կատարում ու դրանով պետքա ոչ միայն իմ կյանքը փրկեմ, այլ նաեւ ընկերներիս, ես դժվար մարդասպան համարվեմ։ Դիպուկահարն իրավունք չունի իրեն թույլ տալ այնպիսի շքեղություն, ինչպիսին էմոցիան է, զայրույթ, ուրախություն, առավել եւս խնդրի կատարումից հետո բերկրանք կամ հիասթափություն, որովհետեւ գործողությունն ավարտված է համարվում, երբ իր աշխատանքն ավարտում է հետախուզությունը։ Նաիրա Համբարձումյան, Նարեկ Սահակյան, Ռոմեն Ծատուրյան, Զինուշ։ Այս շաբաթ դեկտեմբերի 5-ին հիշատակի ու ոգեկոչման արարողությունը տեղի ունեցել Մայրաքաղաքի համար 114 դպրոցում։ Այն նվիրված էր հայրենիքին նվիրյալ զինվորներից մեկի հիշատակին։ Հերոս, ով զոհվեց Արցախյան գոյամարտի տարիներին ու դարձավ օրինակ իր զինակիցների, ընկերների ու արդեն աշակերտների համար։ Աշոտ Չախոյանի կիսանդրին է եռագույնն ու նրան նվիրված հատորյակը, որ մայրը Գոհար-Մարտիկյանն է գրել, պատմել ու ներկայացրել որդուն որպես աշակերտի, զինվորի ու հայրենասերի։ Այն ինչ ես կարող եմ ասել Աշոտի մասին, դեռ կարելի է թվարկել տարիներ անվերջ, թվարկել առանձնահատկությունները նրա մարդկային նկարագրի։ Աշոտը 21 տարեկան էր, զինվոր ու հետախույզ, որ մարտական խնդիր էր կատարում ու ամենաթեժ օրերին 94 թվականի լարված շրջանում պաշտպանում սահմանը։ Աշոտն ապրում էր այնպես, որ բոլորի համար ինքը համարվում էր ապրող եւ ապրեցնող։ Նրա սխրանքի մասին առաջինը բարձրաձայնում է գեներալ Արթուր Սիմոնյանը, ով այն ժամանակ զորամասի շտաբի պետն էր եւ անձնակազմի հետ բարձրացել էր դիրքեր մարտական խնդիր կատարելու։ Առաջի անգամ Աշոտին բերեցին, ներկայացրեցին բոյով թիկնեղ ինքնավստահ մարդու տպավորություն թողող արտաքինը երիտասարդին։ Աշոտը զոհվեց ամենապայթյունավտանգ հատվածում, ընդ որում դժվար էր նույնիսկ զինակցի դիակը դուրս բերել։ Ընկերները բերեցին պատվով ու պատասխանատվությամբ հողին հանձնեցին մարտական ընկերոջ աճյունն ու խոստացան ազատագրել այն լեռը, որտեղ մարտնչել էր Աշոտը։ Նրանք կատարեցին իրենց խոստումը եւ լեռն էլ կոչեցին Աշոտի սար։ Ծածուկ սողալով մենք ձների միջի լուսաբացից առաջ բարձացանք ու առանց կորուստ տալու այդ սարը գրավեցինք։ Հավերժ զինվորի հարազատ դպրոցն այսուհետև ամեն օր կհիշի ու յուրաքանչյուրին կհիշեցնի նվիրյալ աշակերտի մասին։ Կիսանդրին Աշոտի մանկության ու մտերիմ ընկերոջ համար հոգու պարտք էր։ Հարությունը միջոցառման ընթացքում չխոսեց, լռեց։ Նա արդեն կատարել է իր խոստումը։
10 հատոր ու դեռ շարունակելի զոհվածի մայրը եւս մեկ անգամ հիշեցրեց, եւս 10 պատրաստ է գրել, որ ճանաչեն հային ու հայի տեսակին հենց Աշոտի կերպարով, որ դիրքերից իջել էր ու պետք է նոր հերթափոխը բարձրանար դիրքեր, բայց երիտասարդը կրկին միացավ նրանց, կռվեց, զոհվեց ու չվերադարձավ տուն։ Հենց սա է նրա ու բոլոր նվիրյալների ապրելու բանաձևը։ Դավիթ Դավթյան, Եղշե Սողոմոնյան, Զինուշ։ Այս շաբաթ կամավոր հիմունքներով դոնորական արյուն են հանձնել ազգային բանակի ուսումնական զորամասերից մեկի զինվորները։ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի արյան պաշարման եւ փոխներարկման բաժանմունքի բուժծառայողների զորամաս կատարած այցը նաեւ առանձնահատուկ էր։ Արյուն հանձնող զինծառայողների շարքում էր նաեւ հոբելյանական թվով դոնորը։ Արյուն հանուն կյանքի հայ զինվորից հայ զինվորի համար։ Նրանք կամավորներ են, ովքեր զորամասի բուժկետ են ներկայացել դոնորական արյուն հանձնելու, ծառայեկից ընկերոջ կյանքը փրկելու գիտակցությամբ։ Մինչ արյան պաշարման եւ փոխներարկման բաժանմունքի պետն իր երախտիկի խոսքն է հայտնում դոնոր զինծառայողներին, բուժկետի համապատասխան սենյակում կատարվում են նախապատրաստական վերջին աշխատանքները։ Տվյալ օրը, որ պետք է զինվորները գան, իրանց առաջարկում ենք շարքից դուրս գալ եւ բացատրում ենք, թե ինչ նպատակով է այդ արարողությունը արվելու։ Ես ձեզ ասեմ, հրաժարվողներ չեն լինում իրանց մեջ, իրանք բոլորն է դուրս են գալիս մեծ հաճույքով։ Փոխադարձ կապը, համատեղ ու համակարգված աշխատանքը զորամասի բուժծառայության եւ հոսպիտալի միջև մշտական է։ Բժիշկների ու բուժաշխատողների այցելությունները զորամասեր հաճախակի ու նպատակային։ Բանակի արյան պաշարները միշտ պետք է համալրված լինեն։ Զինվորական հոսպիտալը չունենա արյուն, դա անհնարին բան է։ Արյունը պետք է անպայման լինի բավականի քանակի, պահեստավորված, որ դա է մեր մարտական պատրաստականությունը։ Ապրիլյան քառորյա պատերազմի փորձը եւս հուշում է, պետք է յուրաքանչյուր վայրկյան պատրաստ լինել վիրավոր կամ հիվանդ զինծառայողին անհրաժեշտ քանակությամբ արյուն հասցնելու համար։ Զինվորը չպետք է մահանա արյան կորուստի պատճառով, ինչը չեղավ այս ապրիլյան պատերազմում։ Մենք մի մահ չենք ունեցել արյան կորուստի պատճառով։ Զորամասում դոնոր դառնալու բոլորի պատրաստակամությունն է բարձր, սակայն դոնորական արյուն հանձնել կարող են ոչ բոլորը։ Արյունը պետք է լինի անվտանգ, ուստի զինծառայողները նախօրոք լրացնում են միջազգային չափորոշիչներով հաստատված հարցաթերթիկը եւ անցնում բուժզննում։ Հակացուցումները պետք է բացառված լինեն։ Որևէ գանգատուն ես առողջությունից։ Ներկայումս քեզ լավ ես զգում։ Իսկ վերջին մեկ ամսվա ընթացքում որևէ դեղամիջոց ընդունել ես։ Զինծառայողներ կան, որոնց խնդրում ենք, ասում ենք, դուք հակացություն ունեք ձեզնից, արյուն չենք վերցնելու, խնդրում ենք, մի նեղացեք, կհեռացեք, էլի, ու իրանք ցավով են հեռանում, եթե իրանք իրավունք չենք տալիս, որ իրանք դոնորական արյուն հանձնեն, որտեղ գիտակցում են ում համար է ու ուզում են պարտադիր օգնած լինեն։ Հերթական արյուն հանձնողը շարքային Գրիգոր Մարտիրոսյանն է, ով նաև հոբելյանական թվով դոնորն է։ Այդ արդիվ զինծառայողին շնորհավորում եւ պաշտպանության նախարարի նվերն է հանձնում արյան պաշարման եւ փոխներարկման բաժանմունքի պետը։ Անփորձանք ծառայություն լինի, առողջ լինես, լավ ծառայես, գնաս հասնես ձեր տուն։ Շնորհակալություն։ Չգիտեմ, երևի չի լինի նենց մարդ, որ համաձայն չի լինի արյուն տալու։ Չենք իմանում այս արյունը ում կհասնի կամ ում չի հասնի, բայց եթե փրկում են կյանքեր, միշտ պատրաստ ենք այսպիսի քայլեր կատարելու։ Արյան պաշարման գործընթացը զորամասի բուժկետում ավարտված է։ Հաջորդ քայլը համապատասխան ձևով մշակումն ու մինչև 3 տարի ժամկետով արյան պահեստավորումն է ժամանակակից սարքավորումների շնորհիվ։ Հովհաննես Պարաշյան, Վոլոդիա Տեր-Աստվածատրյան, Զինուշ։ Զինված ուժերի զորամասերն այս օրերին պատրաստվում են ուսումնական փուլի ամփոփիչ քննություններին։ Պարապմունքների ու դասընթացների միջոցով զինծառայողներն ամրապնդում են վերջին ամիսներին ստացած տեսական գիտելիքներն ու գործնական հմտությունները։ Մանրամասները ռեպորտաժում։ Զորամասի դրոշը բերելով ու հրամանատարի ողջույնը լսելով անձնակազմը պատրաստվում է Շարային ստուգատեսին։ Սա հանդիսավոր հատվածն է, շարունակությունը մեկ առ մեկ եւ գործնականում զորամասի հրամանատարը յուրաքանչյուրի կողքով անցնում է, ստուգում, գնահատում, դիտողություններ անում։ Պատրաստվել ենք շատ երկար ժամանակ ու պետք է գնդի անունը բարձր պահենք քննությունները լավ տալով։ Շարահրապարակից լսարան ու գործնականից տեսական մեկ քայլ չէ, սակայն նույնքան կարևոր է, որ զինծառայողները կարողանան կարգի բերելու հավուր պատշաճի ներկայացնել իրենց հանդերձանքն ու զենքը, կարողանան ղեկավարել ստորաբաժանումներն ու արդյունավետ մարդ վարել։ Անցկացնում ենք նախնական ստուգումներ, մենք մեր ստորաբաժանումները, որպեսզի տեսնենք մեր ունակությունները, եթե կան բաց թողումներ որևիցե, մինչև ամփոփիչ քննությունները աշխատենք
տվյալ բացթողումների վրա եւ պատշաճ կերպով մասնակցենք ամփոփիչ քննությունների։ Եվ մարտական պատրաստությունը սա անցկացվում է Զորավարժանում, զինված ու միասնաբար գործելով։ Ստորաբաժանման հրամանատարը խնդիր է ստանում ու գործի անցնում, կասեցնելով պայմանական հակառակորդի առաջխաղացումն ու անցնում հակահարձակման։ Հնարավորություն անձեռնվել անձնակազմի մոտ եւս մի քանի անգամ մարզեցնել եւ վարժեցնել, հմտացնել այն նորմատիվների կատարումները, որոնք եւ ընդգրկված են լինելու նաեւ պարապմունքների, ստուգողական պարապմունքների ժամանակ։ Սա նախնական ստուգում է ամփոփիչ քննությունների մեկնարկից առաջ զորամասի հրամկազմն է որոշել ուսումնական փուլն ավարտին հասցնել գերազանց վիճակում։ Մինչև այդ ու բարձր գնահատականներ արձանագրելու գլխավոր պայմանն ու բանաձևը մշտապես պատրաստվելն է։ Ահա թե ինչու այս օրերին անցկացվում են գործնական պարապմունքներ ու տեսական դասընթացներ։ Ուսումնական փուլի ամփոփիչ ստուգումները կմեկնարկեն հաջորդ շաբաթ։ Դավիթ Դավթյան, Եղշե Սողոմոնյան, Զինուշ։ Եթերում Զինուշ հեռուստածրագրի շաբաթօրյա թողարկումներ այսօրվա համար նախատեսել էինք այսքանը։ Մնացեք խաղաղությամբ եւ մինչեւ նոր հանդիպում։